Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է Վլադիմիր Բալյանի որդին, ճարտարապետ Կարեն Բալյանը, եւ մենք բնականաբար պետք է անդրադառնանք Վլադիմիր Բալյան կոմպոզիտորի կյանքին, գործունեությանը եւ ընդհանրապես վերջերս գրականության եւ արվեստի թանգարանում բացված մի հետաքրքիր ցուցադրության, որը նվիրված էր Վլադիմիր Բալյանին։ Բարև ձեզ, ուրախ եմ, որ այսօր այս առիթը ունենք եւ հատկապես Վանաձայնի եթերում ներկայացնելու զրուցելու Վլադիմիր Բալյանի մասին, քանի որ Վլադիմիր Բալյանը անմիջականորեն կապ ուներ մեր լիբանանահայության Լիբանանի հետ, քանի որ Հայաստան-Լիբանան բարեկամության այդ միության նախագահն էր, բարեկամական միության նախագահն էր, երկար տարիներ ղեկավարում էր այդ միությունը եւ մշտապես նպաստել է Հայաստան-Լիբանան կապերի ամրապնդմանը, հատկապես մշակույթի ոլորտում։ Եվ անդրադառնանք ցուցահանդեսին, որը արդեն 1 ամսից ավելի է շարունակվում է գրականության եւ արվեստի թանգարանում։ Ինչ է իրենից ներկայացնում։ Շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն, որ հայրիկի եք անդրադառնում հիշատակին եւ պիտի ասեմ, այո, Լիբանանի հետ գիտեք, որ առաջարկել էին, թե որը կուզեք ընտրել նախագահության վարելու համար այդ ընկերություններից Շվեյցարիան թե Լիբանանը, չնայած Շվեյցարիան էլ շատ այսպես հայերենի երկիր է, բայց առանց կասկածի ընտրեց Լիբանանը, որտեղ հասկանում էր, որ այդտեղ ավելի այսպես ազգային ակում, ոնց որ ասած, կապերը շատ ավելի շատ պետք է լինեն եւ իր երաժշտության հետ էլ այսպես պետք է դա առնչվի, քանի որ ամբողջովին հայ պոեզիայի եւ ընդհանրապես այդ ազգային գաղափարների հիմքն է կազմում, հիմքն է երաժշտությունը նրա երաժշտության հիմքում է, այսպես ասենք։ Եվ թանգարանը առանձնակի երևի պետք է շնորհակալության խոսքեր ասեմ Սուսաննա Խոջամիրյանին, Սուսաննա Խոջամիրյանին, տնօրենին, Մարինե Հարոյանին, ընդհանրապես կոլեկտիվին, հայրս արդեն կյանքի վերջին, կարելի ասել, ամիսներին ինձ ասաց, որ ամբողջ արխիվը բավական մեծ արխիվ է, որտեղ ամբողջ եւ երաժշտական արխիվը եւ գրական արխիվը բավական մեծ է եւ իմիջիալոց շատ հարուստ նաեւ լուսանկարների արխիվ է, ասես կհանձնես գաթ եւ այս փաստորեն գաթն էլ դա այսպես ընդունեց ոչ ֆորմալ, այլ այստեղ կազմակերպեց այդ ցուցահանդեսը, այսպես ոնց որ մի ակցիա, որ պետք է հանձնման process-ը սկսվի սրանով ցուցահանդեսը տեսել եք փոքրիկ, բայց ինձ թվում է բավականին բովանդակալից, որտեղ առնչությունները մեծ են եղել կապերը հայրիկիս եւ երաժշտական եւ հասարակական գործում եւ այդտեղ կան նախ եւ առաջ իհարկե հայ արվեստագետներ Արամ Խաչատրյան, Օհան Դուրյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, որ ժամանակի նշանավոր մեծերի հետ կապը գործընկերներ էին Սուրեն Քոչարյան եւ ռուս եւ եվրոպացի երաժիշտներ Ռոստրոպովիչը, Վիշնևսկայան, տեղ Շոստակովիչը, Մրավինսկին եւ հետո ամենակարևորագույն գործը, որ հայրս արել էր, որ կազմակերպել էր 65 թվականին Երևանում հայտնի հանրահայտ բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի փառատոնը, այդ Ռոստրոպովիչը ու Վիշնևսկան անմիջական կապ ունեին այդ նրանց միջոցով, այդ ընկերության միջոցով նայել, ուրեմն նրանք էլ կարողացան են հաստատել այդ կապը։ Մի քիչ թվում է երևակայելի, որ խորհրդային
երկրի պայմաններում փոքրիկ Հայաստանում այդպիսի մեծ կոմպոզիտորի համերգ չէր, այլ փառատոն էր եւ ընդ որում Բրիտենն էլ ապրել է մոտ մի ամիս Դիլիջանում, փառատոնը Երևանում էր 5 համերգներից, մի խոսքով դա մեծ իրադարձություն էր։ Եվ հայ պոետների հետ կապ, Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի եւ նաեւ նրանց բանաստեղծությունների նշանավոր երգերը։ Այո, իհարկե Շիրազը այստեղ ներկայացված են այդ նոտաները, Գյումրի Լենինականը, Լիրիկականը, Սերես գաղտնի թողումն այդ հայտնի երգերը, որոնք որ երգը մանավանդ որ ժողովրդական արտն ընկալվում վաղուց Շիրազի բառերով, այնպես որ իսկապես կարևոր է որ հետո նրա գործունեությունը հասարակական այդ Սպենդիարյանի տուն թանգարանի ստեղծման Պարոն Բալյան, այդ մասին մենք կխոսենք կարճատև դադարից հետո, որովհետև այս բանը ես ցանկանում եմ, որպեսզի մենք լսենք Վլադիմիր Բարյանի ստեղծագործություններից մեկը, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է կոմպոզիտոր Վլադիմիր Բարյանի որդին, ճարտարապետ Կարեն Բալյանը։ Այս պահին մենք պետք է լսենք, դիտենք վանաձայնի եթերում Վլադիմիր Բարյանի ստեղծագործություններից մեկը, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ։
Բարեկամներ, շարունակվում է Հայացք Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի որդին, ճարտարապետ Կարեն Բալյանը։ Քիչ առաջ լսեցինք, դիտեցինք Վլադիլեն Բալյանի ստեղծագործություններից մեկը, իսկ այս բան շարունակում ենք զրույցը եւ պետք է շարունակենք հենց այն կետից, որտեղ որ կանգ առանք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Վլադիլեն Բալյանը այս գործի նախաձեռնողն էր, հիմնադիրն էր, երկար տարիներ նաև ղեկավարում էր թանգարանը եւ այսօր Մայրաքաղաք Երևանի կարևոր մշակութային կենտրոններից է։ Այն Վլադիլեն Բալյանի ստեղծածն է, Վլադիլեն Բալյանի նվերն է, ինչպես Սպենդիարյանի հիշատակին, այնպես էլ Մայրաքաղաք Երևանին։ Գործունեության ամբողջ այդ բավականին ծավալուն հասարակական գործունեության, որը տևեց մոտավորապես, ասեմ ձեզ, 40-ական թվականների կեսերից մինչև ասեի 75 թիվը, երբ որ այնտեղ պաստորեն այսպես սահմանն էր, որից հետո արդեն ամբողջ մեծամաս հիմնականում զբաղվեց ստեղծագործությամբ, բայց այդ ընթացքում մեծ գործունեություն է եղել, այդ թվում Լենինականի, այսօր Գյումրիի երաժշտական ուսումնարանի ղեկավար լինելը, հետո այստեղ Պարարվեստի, ռադիոյի առաջին երաժշտական խմբագիրներ, նոր այդ 60-ականների սկզբին ստեղծեն ժամանակ ռադիոն գիտեք, ոնց որ այսօր ինտերնետը, այդպես էր ռադիոն եւ երաժշտական խմբագրություն ստեղծվեց եւ այդտեղ առաջին խմբագիրներ, օրինակ Ռուբեն Մաթևոսյանի այդ ֆենոմենը այդտեղ է ստեղծվել, ծնվել, այդ նաև ամիջական հայրիկիս այդ կարելի ասել նո մասնակցությամբ ասենք թե այսպես ամեն դեպս ինքը Ռուբենը այսպես նրանք ամբողջ կյանքում մնացին մեծ բարեկամներ, իհարկե Օֆելիան Բարցումյանը, որոնք որ հետո ավելի ուրիշ երգիչներ էլ Ֆլորա Մարտիրոսյանը, Ռայիսան Մկրտչյան, Հովհաննես Բադալյան, Արտաշեսը Հայրյան, Էլվիրան Ուզունյան, դրանք բոլորը որ կատարել են այդ ստեղծագործությունները։ Պարոն Բալյան, բայց այսօր էլ կատարում են Վլադիլեն Բալյանի ստեղծագործությունների լավագույն կատարողներ ունենք, մասնավորապես Դիանա Հարությունյանը, Արսեն Գևորգյանը, Մարգարիտ Սարգսյանն է մշտապես շնորհակալ եմ այդ անունները տալիս եք, որտեղ նրանք եւ հավատարիմ են փայլուն երգիչներ են, Մարգարիտան դաշնակահար, այսպես ասած, մշտապես միշտ եւ ես Աննա Մայլյանին անպայման այդտեղ պետք է ասեմ առանձին մի ձայնասկավառակ, դիսկ այդպես է, շարք ստեղծվեց, տղաս կրտսերը Տիգրանը դա միասին արեցին Աննայի հետ, դա էլ հետաքրքիր էր շատ այդ ուրեմն ձայնագրությունները, որտեղ յուրովի էր արված եւ հա, իհարկե, հիմա էլ կատարում են, ես թանգարանի մասին եմ ուզում ասել, որ թանգարանը մնաց այսպիսի մի օջախ, որը որ գիտեք, բավական բարդ ժամանակաշրջան էր կյանքում հայրիկիս, որտեղ ֆիլհարմոնիայի այդ բուրըն տնօրինության տարիներից հետո ես ասացի Բրիտենի ուրեմն այդ փառատոնը եւ շատ բաներ արվեց այնտեղ օրինակ Դալիճի փոքր Դալիճի Սորա Բաբաջանյանի անվան Դալիճի վիտրաժը Մարտիրոս Սարյանի հետ միասին այսպես նախաձեռնությամբ հայրիկիս հետ իրականացվեց առաջին վիտրաժն էր Հայաստանում եւ բավականին այսպես դառը շրջան էր, երբ որ այնուամենայնիվ ոնց որ ընդհատվեց այդ աշխատանքը ֆիլհարմոնիայում եւ փոխարենը նշանակվեց գոյություն չունեցող այդ թանգարանի տնօրեն եւ կենթանի էր Սպենդիարյանի դուստրը Մարինա Սպենդիարովան եւ նա էլ շատ ակտիվ այսպես մասնակցել եւ այդ թանգարանը այո ստեղծվեց 67 թվականին 967 թվականին
Եվ հետո աշխատեց մի քանի տարի 7-8 տարի աշխատեց, բայց առանձնակի ուզում եմ ասեմ Մարինե Օթարյանի հետ այդ կապը, որը նա արդեն երկար տարիներ թանգարանի տնօրենն է, զարմանալի այսպես ոնց որ ժառանգորդության բան տեղի ունեցավ, հա, այդ ընթացք եւ այնպես ոնց որ շատ մեծագույն գոհունակությամբ էր հայրս այդ վերաբերվում եւ թանգարանին Մարինեի օրոք եւ իրեն Մարինեին մենք հիմա էլ բարեկամներ ենք եւ նրանք էլ անընդհատ այդ այդիկիս ոնց որ դերը նշում են եւ կարելի ասել տարվա մեջ անպայման լինում են այնպիսի միջոցառումներ, որտեղ նա հնչում է անունը, միջշեշտում, մի խոսքով եւ գործունեությունն է շատ լավ եւ ստեղծագործական գործունեություն է Մարինեի Օթարյան եւ իհարկե այդ կապը եւ այդ հիշողությունը կապված հայրիկիս հետ շատ մեզ համար հաճելի եւ գնահատելի է։ Պարոն Բալյան, անչափ հաճելի է, որ այս առիթը ձևավորվեց եւ մենք կարողացանք զրուցել Վլադիմիր Բալյանի մասին, ասեմ, որ ես 2 անգամ հարցազրույց ունեցել եմ Վանաձայնի եթերում Վլադիմիր Բալյանի հետ, այդ ձայնագրություններն այսօր Վանաձայնի ոսկե ֆոնդում կարևոր տեղ են զբաղեցնում։ Մենք էլ մշտապես տարբեր առիթներով հնչեցնում ենք Վլադիմիր Բալյանի ստեղծագործություններից, իսկապես հաճելի է, որ այսօր մեծանուն կոմպոզիտորի արխիվը հանձնվել է Գրականության եւ արվեստի թանգարանին եւ մեր այսօրվա հանդիպման առիթն էլ հենց այս ցուցադրությունն էր։ Մենք մեր զրույցի ընթացքում պարբերաբար նաեւ ցուցադրեցինք այս ցուցահանդեսից հատվածներ, ներկայացրինք։ Վստահաբար առաջիկայում նոր առիթներ կստեղծենք, կզրուցենք Վլադիմիր Բալյան կոմպոզիտորի գործունեության մասին։ Շնորհակալ եմ նաեւ այս հարցազրույցի համար։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր կոմպոզիտոր Վլադիմիր Բալյանի որդին ճարտարապետ Կարեն Բալյանը, իսկ մեր այսօրվա զրույցի առիթը ընդհանրապես վերջերս Վլադիմիր Բալյանին նվիրված ցուցահանդեսն էր Գրականության եւ արվեստի թանգարանում։ Վանաձայնի եթերում հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի, մինչ հանդիպում, հաջողություն։